Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Նախատեսվում է, որ Մոսկվայում նա հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մարտի 23-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի խնդրանքով։ Կրեմլը մանրամասնել է, որ հանդիպման ընթացքում քննարկելու են հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային լոգիստիկ կապերի զարգացումը, Ռուսաստան-Հայաստան ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն համագործակցությունը։ Բանակցությունների առանցքում են լինելու նաեւ տարածաշրջանային օրակարգի արդիական խնդիրները։ Նիկոլ Փաշինյանը ստացել է Զայեդ մրցանակաբաշխության $500,000։ Այս մասին Փաստինֆոն տեղեկանում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել փետրվարի 4-ին, որի մրցանակային ֆոնդը $1 միլիոն ԱՄՆ էր, ինչը Փաշինյանն ու Ալիևը կիսել են հավասարապես։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Այսօր Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել նոր դարաշրջան կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և միավորված Հայեր կուսակցության պատվավոր նախագահ լիազոր ներկայացուցիչ Նայիրի Սարգսյանի հետ։ Ծաղկազարդի օրը Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված դպրոցական տղաներին մեղադրանք է ներկայացվել, որոնցից մեկի Միքայելի նկատմամբ կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոց է ընտրվել, իսկ Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Նույն միջադեպի գործով երրորդ ձերբակալված անձը ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել ու քննչական կոմիտեն նրա նկատմամբ 5 միլիոն գրավ է կիրառել։ Փաստացի, քննչական մարմինը միայն 12-րդ դասարանի երեխային է կալանավորելու միջնորդություն ներկայացրել։ Հայաստանի Հանրապետության նախագահը հրաժարվել է Վազգեն Տիգրանի Սահակյանին դատավոր նշանակել և դիմել է Սահմանադրական դատարան։ Նրան Բարձրագույն դատական խորհուրդը առաջարկում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակել, թեև բարեվարկության վերաբերյալ բացասական դիտարկումներին։ Նախագահը հրամանագիրը չի ստորագրել և դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով սահմանադրականության հարցը։ Ազգային ժողովը 2 ամսով 2 նոր պատգամավոր է ունենալու, որոնցից մեկը ընդդիմադիր Հայաստան խմբակցության։ Ցուցակի հաջորդ թեկնածուն Հրաչուհի Միրզոյանը հրաժարվել է վերցնել մանդատը ու այն բաժին է հասնելու Հայաստանի Հանրապետության նախկին փոխոստիկանապետ գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանին։ Փաստինֆոյի հետ զրույցում Համբարձումյանը չցանկացավ ասել՝ մանդատը վերցնելու է, թե ոչ, թող ինտրիգը մի քիչ պահպանվի, կատակել է գեներալ-մայորը։ Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ավտոհիդրոամբարդիչ տեղափոխող բեռնատարն Իրանի տարածքում հայտնվել է գնդակոծության տակ։ Սպուտնիկ Արմենիայի տվյալներով դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ հայ-իրանական սահմանի Նորդուզ անցակետից մոտ 500 կմ հեռավորության վրա։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին եռաբլուր զինվորական պանթեոնից ուժի կիրառման բերման ենթարկելու գործով նոր քննություն կիրականացվի։ Այդպես է որոշել Վերաքննիչ քրեական դատարանը, որի դեմ ներկայացրած դատախազության բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել։